Կոմիտասյան մեղեդիներն հնչեցին Գյումրու ամենամարդաշատ փողոցներից մեկում մանուկների շուրթերից։ Աբովյան փողոցում Աստերմանկան կենտրոնի ավագ խմբի սաները ֆլեշմոբով ներկայացրին Կոմիտասի երգերը, փողոցը վերածելով բացօթյա փոքրիկ բեմի։ Նախաձեռնության նպատակն էր ցույց տալ, թե ինչպես կարելի է երեխաների մեջ ազգային արժեքների ճանաչողությունն ու սերը ձևավորել ժամանակակից եւ հետաքրքիր կրթական մոտեցումներով։ Վաղուց անցել են այն ժամանակները, երբ ընդունված ձևաչափերը նախադպրոցական հաստատություններում կենսունակ են։ Հետևաբար մեր նոր մոտեցումներով, այն մոտեցման, որով մենք ենք աշխատում, շատ կարևոր է երեխայի առաջին հերթին երեխայի հետաքրքրվածությունը, թե ինչ է ինքը անում։ Իհարկե մենք ուղղորդում ենք, նպաստում ենք այդ հետաքրքրությունների զարգացմանը, հիմքում դնելով ազգային արժեքների ճանաչողությունը, ինքնության ճանաչողությունը։ Աստերմանկան կենտրոնի հիմնադիր տնօրեն Աստղիկ Գետիկարյանի խոսքով կարևոր է, որ երեխաների մասնակցությունը նման նախաձեռնություններին ձևական բնույթ չկրի։ Նպատակը ոչ թե ծնողներին տպավորելն է, այլ երեխաների մեջ մշակութային արժեքների հանդեպ իրական կապ ձևավորել է։ Այս ամեն ձևական բնույթ չի կրում ընդունված ստանդարտների պես, երբ ծնողների էգոները շոյելու համար երեխաներին շարում ենք եւ անգիր արած տողեր արտասանել տալիս, դա վաղուց անցել է եւ ձևական բնույթ էլ չի կրում, այսինքն մենք չենք ստեղծել արհեստական վիճակներ պարզապես ծնողներին գոհացնելու համար, մենք այս ամեն դարձրել ենք երեխաների սեփականությունը եւ դա գնահատելի է։ Որպես այդ աշխատանքի լավագույն արդյունք տնօրենը հիշում է վերջերս տեղի ունեցած մի դեպք։ Վերջերս երեխաներից մեկը ազգային պատկերասրահում կտավ էր տեսել եւ բարձր ասել էր մամ, Կոմիտասն է, ես իրեն ճանաչում եմ։ Սա է ամենակարևոր ձեռքբերումը մեզ համար։ Հենց այդպիսի պահերն են ըստ մանկավարժների ապացուցում, որ ազգային ինքնության ճանաչողությունը սկսվում է մանկությունից, իսկ երբ այդ ճանապարհն անցնում է երգի, խաղի եւ ստեղծագործ մոտեցումների միջոցով, այն դառնում է երեխայի կյանքի բնական ու սիրելի մասը։ Երեխաների անկեղծ երգն ու պարը շատ արագ գրավեցին քաղաքի բնակիչներին ու հյուրերին, վերջիններիս մասնակից դարձնելով ֆլեշմոբին։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Կիրակին շատերի համար հանգստի, ընտանիքի եւ մտերիմների հետ ժամանակ անցկացնելու օր է։ Սակայն կան մարդիկ, որոնց համար այս օրը ոչնչով չի տարբերվում շաբաթվա մյուս օրերից։ Ինչ քաղաքը հանգստանում է, նրանք շարունակում են աշխատել, որպեսզի քաղաքի բնականon կյանքը չընդհատվի։ Նրանց աշխատանքային օրը սկսվում է դեռ լուսաբացից առաջ, երբ քաղաքի բնակիչների մեծ մասը քնած է, հացի արտադրամասում աշխատանքն արդեն եռում է։ Չէ՞ որ առավոտյան յուրաքանչյուր սեղանին պետք է թարմ հաց լինի։ Հանգստյան օրեր չկան նաև բուժաշխատողների համար։ Կիրակին նրանց համար նույնքան պատասխանատու օր է, որքան շաբաթվա ցանկացած այլ օր։ Օգնության կարիք կարող է առաջանալ յուրաքանչյուր պահի։ Քաղաքի անվտանգությունն ու հասարակական կարգը նույնպես հանգստյան օր չեն ճանաչում։ Մինչ շատերը վայելում են իրենց հանգիստը, ոստիկանները շարունակում են ծառայությունը, ապահովելով քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական անդորրը։ Արտակարգ իրավիճակները չեն ընտրում օր կամ ժամ։ Այդ պատճառով փրկարարներն ամեն պահի պատրաստ են արձագանքելու ցանկացած կանչի, լինի դա հրդեհ, ճանապարհատրանսպորտային պատահար կամ այլ արտակարգ դեպք։ Նույնիսկ հանգստյան օրը հազարավոր մարդիկ շտապում են իրենց գործերով, որովհետեւ նրանք ժամանակին հասնեն իրենց նշանակետին, հասարակական տրանսպորտի վարորդները դուրս են գալիս երթուղի։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մասնագիտությունն ու պարտականությունները, սակայն նրանց միավորում է մեկ բան՝ իրենց աշխատանքը հանգստյան օր չի ճանաչում։ Հենց դրա շնորհիվ է, որ քաղաքի կյանքը շարունակվում է իր բնականon ընթացքով շաբաթվա բոլոր օրերին։ Մինչ շատերը հանգստանում են, նրանք շարունակում են կատարել իրենց աշխատանքը, այդ թվում նաև մենք, մեդիա ոլորտի աշխատակիցներս։ Եվ հենց դրա շնորհիվ է, որ քաղաքում ամեն ինչ ընթանում է բնականon հունով, իսկ դուք մշտապես իրազեկվում եք քաղաքային անցուդարձից։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վաղացնել հարթակը մարտի։ Հերթիռահրետանային ստորաբաժանումն անցնում է ուսումնական պարապմունքի պլանով առաջադրված խնդիրների իրականացմանը։ Ճշգրիտ գործողություններով խոցվում են պայմանական նշանակետերը։ Գերակա խնդիրն է վերհանել զորախաղի ներգրավված ստորաբաժանման պաշտպանունակությունը, ստուգել զինանձնակազմի գործողությունների արդյունավետությունը, կատարելագործել նրանց ներդաշնակումը։
Անձնակազմի մոտ ավելի ամրապնդվում են իրենց գիտելիքները, թե ուսումնական, թե գործնական հրաժարության ժամանակ։ Հաշվարկները կարողանում են իրար հասկանալ ընդհանրապես մեկ հայացքից եւ կարողանում են ավելի արագ կատարել գործողությունները հավասար ընդհանուր հաշվարկները որպես մեկ մարմին։ Կրակային խոցումներն իրականացվում են հայրենական արտադրության փոքր համազարգային կրակի ռեակտիվ Ատլանտ համակարգերի կիրառմամբ։ Նշանակետ 101 հրետանային մարտկոց։ Հայաստանի Հանրապետության բանակի զինանոցը համալրած այս զինատեսակը նախատեսված է կենդանի ուժի, կրակային միջոցների եւ շարասյուների խոցման, ռեակտիվ, հրետանային, ականանետային եւ զենիթային մարտկոցների ճնշման համար։ Ունի աշխատանքի ավտոմատացված ռեժիմ, ինտեգրված օդերևութաբանական կայան, ապահովում է կրակի բարձր խտությունը։ Առաջի կարևորագույն խնդիրը այն է, որ մարտական գործողությունների ժամանակ անձնակազմը 500-ից 1 կիլոմետր հեռավորության վրա է շփվում տեխնիկայի հետ, այսինքն տեխնիկան երբ որ կանգնում է X կետում, կողքը անձնակազմ չի լինում։ Ամենաառավելագույնը ավտոմատացված համակարգն է, որը հնարավորություն է տալիս տեխնիկան օգտագործել հեռվից եւ տեխնիկան հայտնաբերման եւ ոչնչացման ժամանակ զերծ ենք մնում ամենակարևորն է մարդկային կորստից։ Յուրաքանչյուր նման վարժանք ամրապնդում է զինծառայողների պատրաստությունը, ոգևորում, տրամադրում է առավել եռանդով ու պատվախնդրորեն կատարելագործելու ցուցաբերած արդյունքները։ Ցանկացած հրետանավորի համար իմ կարծիքով այդ առաջի կրակը ամենաուժեղ, ամենավարտապավորվող մասն է կազմում իր հիշողության մեջ ու ես ահավոր ոգևորված եմ դրանից։ Ուսումնական պարապմունքի շնորհիվ ամրապնդվեցին առաջադրված գործողությունների նախապատրաստմանն ու վարմանն առնչվող զինծառայողների հմտություններն ու կարողությունները, ստուգվեց ներգրաված ստորաբաժանումների կառավարման համակարգի արդյունավետությունը։ Ընդհանուր առմամբ ստուգատեսը ստորաբաժանման անձնակազմին առավել արդյունավետ գործելու, դաշտային վարժվածությունը բարձրացնելու հնարավորություն ընձեռեց։ Բացի այդ, այն կարևոր միջոց հանդիսացավ զարգացնելու ստորաբաժանման զինծառայողների փոխգործակցելու ունակությունն ու ներդաշնակումը։ 2 տարի անընդմեջ մեր զորամասը ճանաչվել է ՀՊՆ զինված ուժերի լավագույն հրետանային զորամաս եւ անցած ուսումնական փուլը եւ այս ուսումնական փուլի արդյունքները թույլ են տալի վստահաբար ասել, որ առաջիկա քննություններում ցույց ենք տալու բարձր ցուցանիշներ։ Պատրաստ ենք ապացուցելու, որ մեր զորամասը եղել է եւ մնում է լավագույն հրետանային զորամասը։ Հովհաննես Պարաշյան, Ներսես Իվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Հովհաննես Գրիգորյան։ Գնանք մի քիչ արևին նստենք։ Այսպես մի քիչ համոզելով, մի քիչ հիմնավորելով, համբերելով ու մեծ համառությամբ են զինվորի տան մասնագետները վերաբերվում բուժառուներից յուրաքանչյուրին։ Պատի չբռնվես։ Ատկասուտը պատ ընդհանրապես չկա, հանգստանց։ Դավիթին բոլորը գիտեն, ազգանունով են դիմում, Բաղիկյան։ Բաղիկյանը զինվորի տան տղան է, այստեղի առաջին ու լիիրավ բնակիչներից մեկը։ Եվ գիտեք, թե արդեն քանի տարի է վերականգնողական բուժում ստանում այստեղ։ 8 տարի։ 8 տարի անց դեմքին կրկին ժպիտ է հայտնվել, սայլակից վեր է կացել, սեփական ոտքերին է հենվում։ Հանգիստ, ամենակարևորը հանգիստ, շատ ապրես։ Նորից։ Շատ ապրես։ Հիշում եմ առաջին անգամ, երբ Դավիթին տեսա, անկողնային, խոսք ամբողջովին խանգարված, կլմանակտի խնդրով, մարմինը խայտարակ վիճակում, բոլոր հոդերը գտնվում են ծալման մեջ, շատ բարձր մկանային գերտոնուսով եւ հոգեվիճակով շատ ծանր։ Մերժում էր ամեն ինչ, մերժում էր բոլորին, ցանկություն չուներ ապրելու, ցանկություն չուներ կոնտակտի ավելին ու ամբողջովին կախյալ եւ խնամքի ենթակա։ Դավիթի դեպքում նույնիսկ բժիշկներն են մեծ կասկած ունեցել։ Արդյոք կփրկվի։ Կարելի է ասել, այնտեղ անատոմիան ամբողջությամբ խախտված էր գլխուղեղում, ճզմված, շատ երկկողմանի ճզմված գլխուղեղային վնասվածք էր դա ու կյանքի շատ լուրջ սպառման վտանգով ու այն, որ կյանքի կայունությունը ստացանք, սպասել, որ միգուցե մենք ունենայինք քայլք կամ այլ
առաջընթաց, դա ճիշտը որ ասեմ, շատ քիչ հավանական էր, որովհետև նման ծանրագույն վնասվածքներից հետո ստանալ այն, ինչ մենք ստացել ենք հիմա, դա սպասելի չէր։ Դավիթը զինվորի տանը սկսել է բուժվել 2018-ից։ Այստեղ նրան խնամեցին, սովորեցրին ընդունել մարդկանց, ընդունել կյանքը, հիմա նույնիսկ հումորներ է անում։ Ահագին թուլացել է դավջան, բայց ոտերը դարձան։ Այո։ Ամեն առավոտ, երբ համայց ենք անում, Դավիթի հիվանդասենյակ մտնելիս, առաջին հայացքով տրամադրությունն է հետաքրքրում բոլորիս, Դավիթ ինչ տրամադրություն ունի, ըստ Դավիթի տրամադրության արդեն հրահանգները գնում են, այդ օրը բուժքույրերը ինչ կերպ պետք է շփվեն եւ ինչ պիտի անեն։ Սա ուղղակի հիվանդանոց չէ եւ այստեղի մոտեցումը զուտ բժշկական չէ։ Այս մոդելի շնորհիվ է, որ անկողնային ծանրագույն վիճակներից հետո թիմային աշխատանքի արդյունքում մարդիկ կրկին ապրել են ուզում եւ կարողանում են։ Դավիթի հետ առաջի անգամ որ աշխատում ենք, հիշում ես դու դա։ Ահա որ Դավիթին առաջի անգամ որ տեսել եմ, թարգմանիչ էր պետք, որովհետև չի հասկանում ինչ էր ասում, ճիշտ ասած։ Հիմա երևի ամենալավը Դավիթին ես եմ հասկանում։ Դրանց խոսքը ահագին լավացել է, այո։ Դավիթը անվասայլակով էր։ Ինչից ուր հասանք, ասում է գլխավոր վերականգնողաբանն ու տարիների համբերատար համառ աշխատանքը հիշում։ Շատ կարևոր է մոտեցումը։ Շատ ժամանակ հարցնում են, ինչքան հիմնականում միշտ այդ հարցը լինում է, ինչքան ժամանակ է պահանջվում եւ ինչքան սպասելիք կլինի, հա, գլխուղեղի վնասվածքներից հետո։ Միանշանակ նշում ենք, որ ոչ ժամկետ գոյություն ունի վերականգնողական բժշկության մեջ, ոչ վերջնական սպասելիք։ Դավիթի քայլքին սպասում էին բոլորը, ողջ անձնակազմը, բոլոր տղաները, բայց ավելի շատ ժպիտին էին սպասում, որ նորից շփվել ցանկանա, մարդկանց հետ խոսել, միջոցառումների մասնակցել, կյանքը շարունակել։ Ավելի շատ հոգեբանական պահ էր, տխուր վիճակ։ Իսկ հիմա Դավիթը քայլում արդեն 4 կետանի ձեռնափայտով եւ այնպես է քայլում, որ ես կարող եմ պարզապես իր կողքով հանգիստ քայլել ու չմտածել, որ ինքը կարող է ընկնել։ Զինվորի տան թիմը սա միայն Դավիթի հաղթանակը չի համարում։ Սա բոլորիս մեծ հաղթանակն է։ Բարև ձեզ։ Ընտանիքս բաղկացած է 6 անդամից, ես ամուսինս 4 անչափահաս բալիկները, 2 աղջիկ, 2 տղա։ Արդեն ընկերներ ունեն, դպրոց են հաճախում գալիս են, ամուսինս աշխատում է, գործինում աշխատում դենց։ Ընտանիքը պահում է, էլի կարևորը։ Ծրագրից իմացել ենք սոցցանցերից, սոցիալնախարարությունից, դիմել ենք քաղաքացիության համար, քաղաքացիությունը ստացել ենք, հոկտեմբերի սկիզբ կեսեր արդեն տան հարցով ենք զբաղվել ու բոլորը հարթ այդ թղթաբանությունը անցել է, տունը ձեռք ենք բերել ու տեղափոխվել ենք ստեղ։ Կարևոր է շատ մեր կյանքում, որ կարողացել ենք սերտիֆիկատով տուն ձեռք բերենք ու տեղավորվել ենք տան գումարով, 1 միլիոն ավելացել է, այդ 1 միլիոնին էլ մի 2 բաներ ենք վերցրել տան համար ու գոհ ենք։ Ղարաբաղից տեղահանված բնակչության բնակարանային ապահովման պետական ծրագրի նպատակն է ապահովել այս բնակչության սոցիալ-տնտեսական ներառումը, ապահովելով նրանց համար կայուն բնակարանային պայմաններ։ Իր մասշտաբով ծրագիրը աննախադեպ է, ապահովելու է 20,000 ընտանիքի մշտական բնակության պայմաններով եւ ծրագրի ամբողջական ծավալը ֆինանսական կազմելու է մոտավորապես 2 միլիարդ ամերիկյան դոլար։ This is a very important program, not just for Armenia and Armenian people, but also for Asian Development Bank. It's a very special program. In my view, I think this is the most
human-oriented program because we are really, and we see this in this field trip that we have. We are meeting with real families who did apply and got certificates to acquire housing, to improve their living conditions. And I have to say also here that a lot of everybody, actually not a lot, but everybody from the displaced people can apply and avail of this program. Ես 2023 թվականի տեղահանված եմ, Մարտակերտի շրջան Թվոլղու գյուղից ենք եկել։ Սկզբնական շրջանում բնականաբար Վարչով էինք ապրում, քաղաքացիություն ենք ձեռք բերել, դարձել ենք քաղաքացի, հետո հավաստագիրը ձեռք բերեցինք, որի շնորհիվ ունեմ նման տուն։ Եկանք Կոտայքի մարզ քաղաք Հրազդան, Ջրառատ թաղամաս, 7 հոգի ենք ընտանիքում, մի հոգին 4 միլիոնով որ ասեմ, ու եկանք սեփական տունը մեզ ձգում էր, մի խոսքով հողը ավելի շատ։ Եվ ինչ ասեմ, ունենք արդյունքում հողամաս, տուն, ինչ ցանեցինք, մշակեցինք հողը, ոնց տենում եք, մի քիչ էլ կենդանիների առումով ասեմ, հավ ունենք այս պահին։ Հեսա լոբին ցանել ենք, արդեն լոբին ցանել ենք, ոնց տեսնում եք, կարտոշկեն էլ հենա արդեն դուրս է եկե, հենա վերևում սոխ ունենք, արդեն են էլա դուրս եկե, ոչինչ, հենանք սպասենք, կլնի մնացածն էլ հերթով կգնա ամեն ինչ իրա տեղին։ Դժվարությունները եղել են, դա հետ եղել է, շատ ենք վազվզել, այս կողմ են կողմ տունը նայել ենք, 1000 տուն ենք նայել, որ ասեմ Հրազդանում էլ տուն չեմ թողել, արդեն բոլորի տներին ծանոթ եմ, մի խոսքով եկել եմ հասել եմ ստեղ, Ջրառատ Ռնդամալ, առաջվա անունը Ռնդամալն է, ծրագիրը արդյունքը տվել է, եթե էլ չարչարվես, պայքարես, իհարկե ամեն ինչին կհասնես։ We are very happy to see the real impact of our program, that it makes change in people's life, and we met with kids. We really hope they will have bright future here with our modest help, and more families are of course welcome to avail of this program. So we are very grateful for the family to host us here now, to meet, and it's wholeheartedly very nice to see the real beneficiaries of this ADB program, together of course with the Ministry of Labour and Social Protection. Այս պահին արդեն 6000-ից ավել ընտանիքներ ձեռք են բերել սերտիֆիկատ բնակարան ձեռք բերելու, կարող են բնակարան ինչպես ձեռք բերել, այնպես էլ կառուցել բնակարան։ Հիմնականում սերտիֆիկատներ իրացվել են Կոտայքի, Արարատի, Լորվա մարզերում, սակայն բոլոր մարզերում էլ բոլոր մարզելիցներ ընտանիքներ դիմում են, հետևաբար մենք ակնկալում ենք, որ զարգացումը մարզերի համաչափ կլինի։ Խորհուրդ կտամ, ովքեր դեռ չեն դարձել քաղաքացի, ինչ ասեմ, բանին ասած ինձանից օրինակ վերցնելով, իրանք էլ դառնան քաղաքացի եւ իմ նման տուն ունենան, ընտանիք ունենան, կացարան ունենան։ Ինչ եղավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ինչ ստորագրեցին Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք են հետևանքներն ու արդյունքները, ինչ սպասելիքներ ունենալ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հայ հասարակությանը հասցնելու նպատակով ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետները շրջում են համայնքներով, կազմակերպում քննարկումներ, նաեւ լսում ու առանձնացնում մարզերում ապրող մարդկանց անհանգստությունները։ Հերթական հանդիպումները Սյունիքում էին։ Մեր հիմնական նպատակը տեղեկացնելն է, ինչպես որոշում կայացնողներին Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ առաջարկել լուծումներ, բայց նաև իրազեկել հանրությանը տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ եւ այդ առումով մեր հետազոտական այցը Սյունիք հենց այդ կրկնակի ֆունկցիան է կատարում, այսինքն մի կողմից մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպիսի իրավիճակ է գետնի վրա, հատկապես կապված
TRIP ծրագրի իրագործման հետ։ Մենք երեք գտնվում էինք Մեղրիում, Ագարակում, հնարավորություն ենք ունեցել երթևեկել այդ ուղիով, որը ապագայում պետք է դառնա TRIP նախագիծը, եւ նաեւ շփվել ենք մարդկանց հետ հասկանալու նրանց պատկերացումները, նրանց մտահոգությունները միգուցե։ Սյունիքում ապրողներն առաջինն են իրենց վրա կրելու այս գործընթացների հետևանքները, ասում է Տիգրան Գրիգորյանը։ Հետևաբար կարևոր է, որ նրանք տեղյակ լինեն միջազգային հանդիպումների արդյունքներից։ Այս պահին ամենակարևոր թեման TRIP-ն է, որի մասին ինֆորմացիան լրացուցիչ վերլուծության կարիք ունի։ Երևի ակնկալիքը որոշում կայացնողների մոտ ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում այն է, որ հասարակ մարդիկ մտնելու են այդ փաստաթղթերը, կարդալու են, ստանալու են իրենց հարցերի պատասխանը, բայց գործնականում դա այդպես տեղի չի ունենում, այսինքն շատ քիչ մարդ ժամանակ ունի եւ նաեւ հետաքրքրություն մտնել եւ ուսումնասիրել այդ փաստաթղթերը, որոնք բազմաթիվ են եւ նաեւ պետք է փորձագիտական լեզվի միջով փորձել անցնել եւ հասկանալ եւ այս այցից հետո կարծում եմ պետք է նաեւ քաջալերել, որպեսզի ավելի համակարգային մոտեցում լինի այս հարցերի վերաբերյալ, որպեսզի մարդիկ հասկանան ինչ ակնկալել, ինչպիսի գործընթացներ են լինելու, որն է այդ գործընթացների հերթականությունը, եթե կան մտավախություններ, այդ մտավախությունների պատասխանները տրվեն։ Խոսելով 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից, փորձագետն ընդգծում է, տեսանելի արդյունքը նոր էսկալացիայի ռիսկի նվազումն է։ Նաև Հայաստանում ապրող մարդկանց անհանգստության պակասը։ Իդեպ դա նաև արտացոլում է հանրային կարծիքի տարբեր հարցումներում, եթե Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին երկու հարցումը ընթերցենք, կտեսնենք, որ այն մարդկանց թիվը, ովքեր անվտանգությունը գլխավոր մտահոգություն են համարում, 40%-ից իջել է մինչև 20% եւ ավելի ներքև, այսինքն մինչև Վաշինգտոնյան գագաթնաժողովը այդ մարդկանց թիվը 40% է, դրանից հետո 20-ից քիչ։ Սա դեռևս գլխավոր ձեռքբերումն է։ Կենտրոնի վերլուծաբանները հանդիպումների ժամանակ ներկայացնում են սպասվելիք բոլոր սցենարները, ապաշրջափակման գործընթացի, տնտեսության դիվերսիֆիկացման, Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Տիգրան Գրիգորյանի խոսքով իրենք բացառում են քարոզչությունը, ներկայացնում են զուտ փաստերն ու նման իրավիճակներում միջազգային փորձը։ Ընթացքի մեջ է Ծովագյուղ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգումը։ Այս օրերին Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգմանը զուգահեռ իրականացվում են նաև մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները։ 2025 թվականին Սևան համայնքի կողմից ներկայացված եւ հաստատված սուբվենցիոն ծրագրերի ցանկում էր նաև Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մշակույթի տան շինության հիմնանորոգման աշխատանքներ ծրագիրը, որը մեկնարկել է 2026 թվականի գարնանը։ Չնայած մշակութային օջախում նախկինում իրականացված շինարարական աշխատանքներին եւ միջամտություններին, բնակավայրի մշակույթի տանը նոր շունչ, թարմություն հաղորդելու եւ արդի չափորոշիչներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ էր առավել ընդգրկուն ծրագրի իրականացում։ Ծրագրի պայմանագրային արժեքը 126 միլիոն 632 հազար 400 դրամ է, համայնք պետություն 50% համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքները ներառում են 1296 քառակուսի մետր տարածք ունեցող շինության ներսում քանդման աշխատանքներ, միջնորմերի կառուցում, դռների եւ լուսամուտների տեղադրում, երկաթբետոնե հարթակի եւ աստիճանավանդակի կառուցում, առաստաղների եւ պատերի հարդարում, հատակների իրականացում, լուսավորության ցանցի մոնտաժում, ջրամատակարարման, կոյուղու արտաքին եւ ներքին համակարգի, ջեռուցման համակարգի կառուցում, օդափոխության մոնտաժում, արտաքին աստիճանահարթակի երեսպատում եւ այլ աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպություններն են Ծովագյուղ ՃՇՇ եւ Կամարաշար սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։ Սևան համայնքում, մասնավորապես Ծովագյուղ բնակավայրում, այս ծրագրի իրականացմամբ լուրջ նախադրյալներ կստեղծվեն մարզամշակութային միջոցառումներին նոր շունչ հաղորդելու համար, կբացվեն մի շարք խմբակներ, կվերականգնվեն մշակութային ավանդույթները։ Դիլիջանը շարունակում է ընդլայնել իր զարգացման սահմանները զբոսաշրջային քաղաքի ավանդական պատկերից անցնելով դեպի ապրելու, աշխատելու եւ ստեղծագործելու համար լիարժեք միջավայրի ձևավորում։ Քաղաքում պաշտոնապես բացվել են People's Rooms Co-living-ը եւ Villa 3 Community Hub-ը, երկու նոր նախագծեր, որոնք միտված են Դիլիջանում ժամանակակից համայնքային եւ մասնագիտական միջավայրի ձևավորմանը։
Նախագծերը Green Rock-ի երկարաժամկետ զարգացման ռազմավարության մասն են։ Green Rock-ը Հայաստան եւ հենց Դիլիջան է եկել աջակցելու երկրի կայուն զարգացմանը, առաջ բերելով նոր հնարավորություններ կրթության, բիզնեսի, աշխատաշուկայի ու համայնքային զարգացման ասպարեզներում։ Ընկերության բոլոր ծրագրերն էլ ուրույն ազդեցություն են ունենում եւ ստեղծում կանաչ միջավայր, կայուն զարգացում։ Դիլիջանը, որը հայտնի էր հրապուրիչ բնությամբ ու հանգստի հնարավորություններով, այժմ նաեւ նորարարության, կրթության ու նոր գաղափարների առանցքում է, շնորհիվ նման աշխատանքների։ Сегодня в Дилижане открывается Այսօր Դիլիջանում բացվում են People's Rooms Co-Living-ը եւ Villa 3 Community Hub-ը։ Դրանք առանձին նախագծեր չեն, այլ այն ենթակառուցվածքային էկոհամակարգի կարևոր բաղադրիչներն են, որը Green Rock-ը ձևավորում է քաղաքում։ Մեր նպատակը պարզապես առանձին ծրագրերի իրականացումը չէ, այլ փոխլրացնող նախաձեռնությունների միջոցով կենսունակ միջավայր ստեղծելը։ Մենք ձգտում ենք Դիլիջանում ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների, փորձագետների, ստեղծարար մարդկանց եւ զբոսաշրջիկների, իսկ դրա համար անհրաժեշտ է զարգացնել համապատասխան ենթակառուցվածքները։ Повестка будущего։ Դիլիջանի զարգացման հաջորդ փուլը ենթադրում է այնպիսի միջավայրերի ստեղծում, որոնք կծառայեն քաղաքի առօրյա կյանքին։ Այս գաղափարների հիմքում է Villa 3 Community Hub-ը, տարածք, որտեղ մարդիկ կարող են աշխատել, հանդիպել, սովորել եւ նոր նախաձեռնություններ կյանքի կոչել։ Villa 3-ը Community Hub է, որտեղ մարդիկ կարող են գալ, աշխատել, շփվել, նոր գաղափարներ գեներացնել, ծանոթանալ եւ շփվել իրար հետ մեկ վայրում։ Ունենք նաեւ People's-ը, որը co-living տարածք է, որտեղ մարդիկ կարող են ապրել եւ այս երկու պրոյեկտները իրար հետ սերտ կապակցված են, որովհետեւ կարող են մեկ վայրում աշխատել եւ նոր մտքեր գեներացնել, քաղաքը փոխել, իսկ մյուս տեղում կարող են բնակվել։ Իմիջիայլոց նորություն է քաղաքում, որովհետեւ եւ գնային քաղաքականությամբ եւ ֆորմատով միակն է Դիլիջանում։ Villa 3-ը բազմաֆունկցիոնալ համալիրի կարևոր բաղադրիչներից է։ Համալիրը ներառում է հյուրանոցային եւ կրթական ենթակառուցվածքներ, համատեղ աշխատանքային տարածքներ, ռեստորանային եւ մշակութային հարթակներ, ձևավորելով միջավայր, որտեղ աշխատանքը, կրթությունը եւ հանգիստը փոխլրացնում են միմյանց։ Մեզ համար այս նախագիծը հատկապես հետաքրքիր էր, քանի որ փորձել ենք համատեղել ազգային ժառանգությունն ու ժամանակակից միջավայրի գաղափարը։ Տարածքի ձևավորման ընթացքում կիրառել ենք տեղական մշակութային ինքնությունն արտացոլող լուծումներ, միաժամանակ ներառելով ժամանակակից համայնքային կենտրոններին բնորոշ տարրերը։ Հուսով ենք, այս տարածքը կդառնա ինչպես համայնքի ակտիվ կյանքի կարևոր կենտրոնը, այնպես էլ շրջակա միջավայրի հետագա զարգացման մեկնարկային կետը։ Villa 3-ի պաշտոնական բացումը կազմակերպվել էր տոնական մթնոլորտում։ Հյուրերի համար նախատեսվել էր գունային եւ երաժշտական շոու ծրագիր, որը համադրել էր ժամանակակից արվեստի, լուսային լուծումների եւ կենդանի երաժշտության տարրերը, ներկայացնելով նոր տարածքի գաղափարախոսությունն ու ստեղծարար միջավայրը։ Կարծում եմ Դիլիջանը այսօր դարձել է ոչ միայն զբոսաշրջային, այլ նաև իսկապես բազմաֆունկցիոնալ մի վայր, որտեղ հանդիպում են եւ զբոսաշրջիկը, եւ գործարարը, եւ պետական խոշորագույն կառույցներ, ինչպիսին է կենտրոնական բանկը։ Եվ Դիլիջանը լինելով նաև զբոսաշրջային կլաստերներից մեր 7 կլաստերներից մեկը, մեծապես նպաստում է, որպեսզի ներդրողները Դիլիջանին դիտարկեն որպես լավագույն վայր իրենց ներդրումները անելու մասին, խոսքը եւ հայաստանցի ներդրողների եւ միջազգային ներդրողների մասին է։ Villa 3-ը հանրային տարածք է։ Հանրային տարածք է, որը կարող է տրամադրություն եւ բնավորություն փոխել Դիլիջանում։ Մասնավորապես գիտենք, որ digital nomad-ները կամ ինչպես հայերեն ասում են թվային թափառաշրջիկները մեծապես գնահատում են եւ սիրում են Դիլիջանը, գալիս են այստեղ ապրելու, աշխատելու, այսպիսի վայրերը նրանց ողջևորում են եւ նպաստում են, որպեսզի որոշում կայացնելու թե ուր գնան հեռավար աշխատանքի համար, ընտրում են հենց Հայաստանը, ընտրում են Դիլիջանը։ Աշխատանքի, կրթության, ստեղծարարության եւ համայնքային կյանքի համար ստեղծված նոր տարածքներն արդեն իրենց դռներն են բացել Դիլիջանում։ Իսկ քաղաքի զարգացման նոր փուլը, ինչպես նշում են նախաձեռնության հեղինակները, դեռ նոր է սկսվում։